խոսեմ ես Եվրոպայի առաջնությունից, այս մրցումները իմ համար ասեմ, որ ստացված մրցումներ էր, որովհետև հաղթել եմ այս մրցումները, եթե խոսում ենք հաղթանակից, իսկ եթե խոսում ենք արդյունքներից, արդյունքներս քիչ էր, հիմա հանգստանում ենք, հետո վերցնում ենք մարզումները, կպատրաստվում ենք արդեն աշխարհարարչությանը արդեն արդյունքներս կբարելավեմ ու ավելի բարձր կիլոգրամներ կբարձրացնեմ, որովհետև այս կիլոգրամներով աշխարհարարչությանը չես կարող պայքարել մեդալի կամ հաղթանակի համար, դարձա եռագի Եվրոպայի չեմպիոն, շատ ուրախալի փաստ է թե իմ համար, թե ֆեդերացիայի համար, թե ընդհանուր հայ ազգի համար, էլ ընդհանրապես բան չունեմ ասելու։ Մրցակցությունը ընդհանուր առմամբ թույլ էր Եվրոպայի առաջնությանը 2025 թվականից արդեն պարզ էր, որ մի քիչ կիլոգրամները շատ ցածր է, երկրորդ տեղի կիլոգրամները, մրցակցությունը թույլ էր, բայց ես բարձրացրի այն կիլոգրամները, ինչին պատրաստ էի, ինչ այս բային իմ հնարավորությունների սահմանափակում էր։ Կարծես ռեկորդի էի ուզում մնալ, ինչը խանգարեց քեզ, դու հարցազրույցներից մեկում նշել էի, որ մի քիչ ուշ ես սկսել մարզումները։ Դες լուրջ պատճառ չկա, որ ուշ եմ սկսել մարզումները, բան ուղղակի հավաքներին սկսել եմ այնքան էր ինձ հերիքում էր պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, այդքան եմ մարզվել։ Հետո արդեն կլրացնենք մինչև աշխարհարարություն։ Իսկ ռեկորդ սահմանելը քո առաջնահերթություններից է։ Դե ռեկորդ սահմանելը այդ սահմանում էի Եվրոպայի ռեկորդ, բայց մեր նպատակն է աշխարհի ռեկորդները սահմանելը ու կփորձենք այդ ամեն ինչը իր նպատակին հասցնենք։ Իսկ այն որ մրցակցությունն ինչ-որ չափով թույլ է դա քեզ չի խանգարելու։ Դե մրցակցությունը չի հոգնածնում այս բանալին։ Չէ, եթե կարողանաս ճիշտ տրամադրվես ու ճիշտ հասկանաս այդ ամեն ինչը, որ դե մրցակցությունն է դու մրցում ես ծանրաձողի հետ, ոչ թե հատուկ մարզիկի հետ։ Ես պայքարում եմ ծանրաձողի հետ, էլի, կոնկրետ մարզիկի հետ չեմ պայքարում, իմ հակառակորդը իմ ծանրաձողն է։ Դրա համար այդքան շատ այդ մրցակից ասվածին ուշադրություն չեմ դարձնում, էլի։ Դե աշխարհարարությունը